Հայտարարման ենթակային ինչպես հարկվող եկամուտները, այնպես էլ չհարկվող եկամուտները, կամ ինչպես օրենսդրությամբ սահմանված է ասել, նվազեցվող համախառն եկամուտից նվազեցվող եկամուտները։ Այս տարի արդեն այդ պարտավորություն ունեցող անձանց շրջանակը բավականաչափ լայնացել է, քանակը ավելի քան 700,000 մարդ է։ Այն անձինք, որոնց տվյալները համարվում են սահմանափակ օգտագործման տվյալներ, այլ կերպ ասած գաղտնի տվյալներ, նրանք հայտարարել ներկայացնելու պարտավորություն չունեն 2023 և 2024 թվականների համար։ Նրանք այն անձինք են, ովքեր աշխատում են Պաշտպանության նախարարությունում, Ներքին գործերի նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Դատական ակտերի հարկադիր ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում։ Հայտարարագրեր չեն ներկայացնում նաև անչափահաս անձինք։ Այդ թվում նաև նրանց համար իրենց ծնողները ևս իրենց զավակների, անչափահաս զավակների համար հայտարարել ներկայացնելու պարտավորություններ չունեն։ Եթե հայտարարական հաշվետու տարվա ընթացքում ունի կատարված ծախսեր և առողջապահության մասով և կրթության մասով, ապա վերադարձման ենթակա առավելագույն չափը կազմում է տարեկան 100,000 դրամ։ Նաև վերադարձի հնարավորություն է սահմանվել 5-ից մինչև 12-րդ դասարաններում դասագրքերի վարձակալության վճարները 3,000 դրամի չափով յուրաքանչյուր աշակերտի համար, բայց այս դեպքում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհրաժեշտություն չի պահանջվում։ Կառավարության որոշմամբ սահմանվել է առողջապահության ոլորտի համար հետևյալ ուղղությունները սոցիալական ծախսերի։ Դրանք են Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման համար վճարվող ապահովագրավճարները։ Այնուհետև 2024 և 2025 թվականների ընթացքում ստոմատոլոգիական ծառայությունների դիմաց կատարված վճարումները։ Երեքին հայտարարագրվել է և երեխայի IT դպրոցի ուսման վարձը կարող է հետ վերցնել, անցած տարի չի վերցրել էլի, այս տարի կարող է օգտագործել։ Չի օգտվել, այո, հաշվարկային փաստաթուղթ չի գրվել, դուրս չի գրվել, ապա հիմա կարող է հաշվարկային փաստաթուղթ պահանջել և այո, ներկայացնել 2023 թվականի հայտարարագիր, ճշտված հայտարարագիր։ Պայմանով, որ հայտարարագիրը արդեն ներկայացել է 2024 թվականին 23-ի համար։